Վենդետաներ են կատարվում, այս օրենքի ոչ նորմալ աշխատանքից է։ Հայաստանում օրենքը բոլորի համար չէ, որ գործում է։ 2 տարի առաջ վթարի հետևանքով 24-ամյա եղբորը կորցրած Անի Վարդանյանի եզրահանգումն է։ 2 տարի է ոստիկանություն, փորձաքննություններ, դատարաններ եւ անվերջ թվացող քննություն։ Արդյունքում եղբորը մահվան դուռը հասցրած վարորդը ազատ է, իսկ իրենց կյանքը դժոխքի է նման, ասում է։ Մեր կյանքը դարել է դժոխք, ինքը Ամերիկայում է, ինքը իր ընտանիքի կողքին է, իր մոտ ոչ մի բան չի փոխվել, իսկ իմ եղբայրը չկա։ Անունը դրել են ոչ դիտավորյալ սպանություն, բայց մատների արանքով գնային, բայց ոչ դիտավորյալ բառից սպանություն բառը չի փոխվի։ Այդ բառից ոչ դիտավորյալ իմ եղբայրս հետ չի գա։ Մենք նորից մեր կյանքը առաջվանը չի եղնի։ Այդ չարաբաստիկ օրը Ռոման Մանուկյանը Գյումրիի կենտրոնում մոտոցիկլով երթևեկելիս բախվել էր Audi մագնիսի մեքենային։ Ծանր վիրավորված երիտասարդը մահացել էր հիվանդանոցում։ Փորձաքննությունը հստակ է, Audi-ի վարորդը Անդրանիկ Մկոյանը հատել է կրկնակի հոծ գիծը, դուրս է եկել հանդիպակաց փողոց։ Պիտի հանգիստ նստենք իմանալով, որ օրենքի աշխատողները մեր իրավունքները պաշտպանում են մեր փոխարեն, բայց մենք հնարավորություն չունեցանք։ Մենք մեր ցավը սրդում ելել ենք, քնճական են գնացել, դատախազություն են գնացել։ Ես պիտի նստեի տունը, ես վստահ լինեի, որ իմ շահերը օրենքը կպաշտպանի։ Ոչ թե ես ամեն վարյան պայքարեմ արտարության համար, պայքարեմ, որ գործը հանգարց չփագեն դնեն։ Տուժող կողմին ակնհայտ թվացող ապացույցները մինչդեռ կասկածի տեղիք են տվել մյուս կողմին։ Մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանն ասում է, դատարանում այսօր իրար հակասող 2 փորձաքննություն կա։ Մի դեպքում փորձագետները համարել են, որ Audi-ի վարորդը հոծ գիծ է խախտել, իսկ մոտոցիկլավարը արագություն գերազանցել։ Մյուս դեպքում փորձագետն արագության գերազանցման մասին խոսք անգամ չի ասել։ Այսինքն մեր չի, որ մենք այդ առաջի փորձաքննությանը ամբողջությամբ համաձայն ենք, էլի մենք դա ենք վիճարկում, բայց երկրորդի ոչ նշանակման անհրաժեշտությունը կար, ոչ էլ հասկանալի է, թե փորձագետները ինչ են անտեսում մոտոցիկլետի ակնհայտ արագության գերազանցման փաստը։ Հիմա տուժողին մենք հասկանում ենք նրա վիշտը ցավակցում ենք, բայց դատարանի խնդիրը օբյեկտիվ իրականության պարզումն է։ Դատարանը մեղադրյալ Անդրանիկ Մկոյանի նկատմամբ նախ չհեռանալու արգելք է կիրառել, հետո 20 միլիոն դրամ գրավի ու երաշխավորության դիմաց նրան թույլ են տվել լքել երկիրը։ Դժբախտ պատահարի զոհ դարձած Ռոմանի քույրը Անի Վարդանյանը մինչդեռ չի բացառում, թե Մկոյանը կխուսափի պատասխանատվությունից, իսկ իրեն կմնան կսկիծը սրտում։ Որտեղ մնաց այստեղ արտարությունը։ Ավելի վաղ 3 տարի առաջ նմանատիպ դժբախտ պատահարի զոհ է դարձել Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ Սմբատ Հարությունյանը։ 2 տարի տևած փորձաքննությունից հետո ի վերջո հաստատվել է Սպիտակ Գյումրի ավտոճանապարհին հարևան գյուղի բնակիչ Դավիթ Դանիելյանը չի պահպանել անվտանգություն ապահովող տարածություն, ստեղծել է վթարային իրադրություն եւ վրաերթի ենթարկել մայրուղու ոչ երթևեկելի հատվածում իր անսարք մեքենայի մոտ կանգնած 27-ամյա Սմբատ Հարությունյանին։ Դեպքից 3 տարի է անցել, Սմբատի ընտանիքը դեռ իրավապահ մարմինների դռներն է ծեծում ու արդարություն պահանջում։ Մի 30 լիստ նամակ, բողոք, դիմում, մի 100 հատ գրել են, ոչ մի արդյունք, մեկը գցում է մյուսի վրա, մյուսի վրա։ Սմբատի եղբայրը Սերոբ Հարությունյանը մեկ հարց ունի, ինչու է պատիժն ուշանում, երբ փաստերն այդքան ակնհայտ են, ինչու է գործը ձգձգվում։ Միջև այդ փորձաքննությունը մի 2 տարի ձգձգվեց, հիմա էլ դատական նիստերն են հետաձգվում, դատախազ չկա, դատախազն է գործեցնում, թազա դատախազ է նշանակում, ասում են դատախազը պետք է մի ամիս գործին ծանոթանա ու սենց գործը երկարում է, մենք էլ հետում ենք նիստերի, մի վգա չի գալի, մի դատավորը բան չի անում, գործը հետանգնում, նիստերն էլ շատ ուշ են նշանակում։ Մինչդեռ այս դեպքում էլ գործում մութ կողմեր կան, մյուս կողմում մեղքը չեն ընդունում, փորձաքննությունը կասկածի տակ առնում։ Փորձագետները կոպիտ ասեմ, հիմարություն են գրել, այդքան բան։ Մարդ ինչ որ գրում է, տակը ստորագրում է, պետք է դատարանում հիմնավորի, գրելով չի։ Մինչ գործը տարիներով ձգվում է, փոքրիկ Սմբատը, որ հոր մահից հետո է լույս աշխարհ եկել ու նրա անունն է կրում, արդեն 3 տարեկան է։ Երեխան արդեն փետրվարի 12-ին լրանում է 3 տարին, ճայել հարսս 20 տարեկան, ասենք 27 տարեկան տղես է միան, ասենք։ Գործերեր եմ ամեն ինչ ու Ծանր կորստի առաջ կանգնած ընտանիքը 3 տարի անց դեռ չգիտի, ով էր ի վերջո մեղավոր այս դժբախտության համար։